Ադրբեջանցիները մեկ նալին են խփում, մեկ մեխին։ Ժնևում Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից Էլնուր Մամեդովն է անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, առաջ տարել վերադասի Հեյդարի որդի Իլհամի թեզերը, բարձր ամբիոնից եւս մեկ անգամ իլուր աշխարհի բարձրաձայնել, թե որ նախապայմանների դեպքում Հայաստանի հետ խաղաղություն կհաստատեն։ Ակնկալում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը, սահմանադրության փոփոխությամբ օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Մամեդովը խոսել է նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների մասին, իբրև թե պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունները անցկացվել են միջազգային եւ ազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Այս անգամ էլ հայկական դիվանագիտությունը անպտուղ էր թշնամու հետ մարդասիրությունից խոսելը, պատմական անցքերի խեղաթյուրումը հիշատակելը առնվազն չի դիրքավորի առաջնագծում։ Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա անշուշտ բարդ գործընթաց է, հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման եւ բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն եւ միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ակտիվ ներգրավվածություն ունեցող Մամեդովը արևմտյան Ադրբեջան նարատիվին զարդարող եւս մեկ տերմինոլոգիա է կիրառել, այսպես կոչված մեծ վերադարձի ծրագիրը, որն ըստ ադրբեջանցու նախատեսում է ներքին տեղահանված անձանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը։ Ադրբեջանցիները արդեն 3 տարի է պետական ծրագրի շրջանակներում ցուցակագրում են այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն վերադառնալու Հայաստանի Հանրապետություն, իրենց նախկին բնակության վայրերը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության գոյության տարիներին։ Ադրբեջանական պետությունը յուրաքանչյուր վերադարձողի կոստանում է 70,000 ամերիկյան դոլար գումար վերադարձի այսպես ասած պարագայում եւ խնդիր է դնում, որ այդ գումարը տրամադրելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի պարտավորություն ապահովելու այս մարդկանց գույքային այսպես ասած իրավունքները։ Ադրբեջանցի այս պաշտոնյան էլ բարձր ամբիոնից արծարծեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կամ միջին միջանցք խոսույթը։ Մամեդովը մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար լուրջ խոչընդոտ է համարում Արցախյան երկրորդ պատերազմից հետո լայնածավալ ականապատումը։ Հիշեցնենք իդեպ Փաշինյանը տարիներ առաջ հայտնել էր, որ ականապատ դաշտերի քարտեզներ են փոխանցել Ադրբեջանին։ Ավելին Փաշինյանը հայտնել էր նաև, որ Սերգեյ Լավրովի հետ է որոշակի քարտեզներ ուղարկել Ադրբեջան։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։ The Washington Times-ի հոդվածագիր Ստեփան Փեջդիմալջին Ադրբեջանը տեղ չունի Թրամփի խորհրդում վերտարությամբ հոդվածում գրում է, որ Հայաստանի հետ 30-ամյա հակամարտությունից հետո Ադրբեջանը չի կարողացել խաղաղության հասնել երկխոսության, բանակցությունների կամ դիվանագիտության միջոցով։ Ադրբեջանն իր նպատակներին հասել է 2023 թվականի ռազմական հարձակման միջոցով, նախքան Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությանը իրենց տներից վտարելը, նրանց ամիսներ շարունակ սովի մատնելով շրջափակման միջոցով։ Սա խաղաղություն անվանել նշանակում է վերաիմաստավորել այդ բառը, տալով դրան լիակատար հնազանդության նշանակություն։ Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Արցախի զավթումից ի վեր Ադրբեջանը չի խոսում եւ չի պահում իրեն որպես խաղաղության ձգտող երկիր։ Այն ավելի շատ նման է մի երկրի, որը ցանկանում է տիրանալ Հայաստանին։ Ադրբեջանը շարունակում է ապօրինի առանց որևէ պատշաճ իրավական ընթացակարգի անազատության մեջ պահել հայ գերիներին, այդ թվում մարդասեր Ռուբեն Վարդանյանին։ Թրամփն այս անգամ ճիշտ արտաբերելով Հայաստան եւ Ադրբեջան անունները կրկին հայտարարել է, թե ինչ պատերազմներ է ինքը կանգնեցրել։ Ավելին Թրամփն ասում է, եթե իր միջամտությունը չլիներ, Պակիստանի վարչապետը կզոհվեր։ Գազայի պատերազմն էլ ըստ Թրամփի շարունակվում է շատ ցածր մակարդակով։ Նրա այս հայտարարությունները ուղեկցվել են քաղաքական ընդդիմախոսների, դեմոկրատների բացականչություններով։ Դա սուտ է։ Դա ծիծաղելի չէ, դուք հիվանդ մարդիկ եք։ Իդեպ The Washington Times-ի հոդվածագիրը ընդգծել է, որ Թրամփի ստեղծած խաղաղության խորհուրդը շատ առումներով զուտ ներկայացուցչական քաղաքական թատրոն է, որը նպատակ ունի ուժը վերդասել սկզբունքներից։ Հոդվածագիրը հայտնում է, օրինակ, փաստը, որ Ադրբեջանը ներառված է խաղաղության խորհրդում, այդ երկրին խաղարարար չի դարձնում։ Այն ըստ լրագրող Փեջդիմալջիի պարզապես ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարելի է գնել, վաճառել եւ մանիպուլացնել խաղաղության գաղափարը ավտորիտար նպատակներին ծառայեցնելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։